Բարև ձեզ։ Արարատ Նյուզի տաղավարում է քաղաքագետ Էդգար Վարդանյանը։ Բարև ձեզ, պարոն Վարդանյան։ Շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Վարդանյան, վերջին օրերին ադրբեջանական կրակոցները հայկական բնակավայրերի ուղղությամբ ավելի թիրախային են։ Երեք պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Խոզնավար գյուղի բնակելի տներից մեկի ջրատաքացուցիչն է վնասվել։ Ինչ է ձգտում Բաքուն, որքան հեռուն կարող է գնալ։ Գիտեք, դժվար է այս պահին հասկանալ մոտիվացիան Ադրբեջանի իշխանությունների։ Չեմ բացառում, որ այդ կրակոցները այնպես չի, որ թիրախային Բաքվում մշակած, Բաքվի կողմից ուղիղ հրահանգի արդյունք են։ Չեմ բացառում, որ այդպիսի բան կարող է լինել, բայց նաև չեմ բացառում, որ այդպես չէ։ Այսինքն չկա այստեղ շատ հնարավոր է որևէ հրահանգ եւ հնարավոր է որ կոնկրետ պայմանավորված նրանով որ այսպես որոշակի վերջին շրջանում ինֆորմացիոն լարվածություն կա սահմանի հետ կապված առանձին, չգիտեմ, կրակոցներ լինեն, որոնք ուղղակի պայմանավորված լինեն ստեղծված մթնոլորտով, այսինքն օրինակի համար ասեմ, ենթադրենք այս կամ այն զինվորը կամ ենթասպան, կարող է լսել այն մասին, որ որոշակի լարվածություն կա սահմանին, որ Հայաստանի կողմից ինչ որ կրակոցներ կան եւ չգիտեմ, ասենք ինչ որ մի աղմուկ լսելուց հետո որոշի, որ ասենք ինչ որ մի կրակահերթ պետք է ուրեմն դեպի հայկական կողմը իրականացվի, Բայց իհարկե նաև որպես քաղաքական ճնշման քաղաքական ինստրումենտ կրակոցները միշտ էլ աշխատել են, միշտ էլ որպես այդպիսի գործիք օգտագործվել են Բաքվի կողմից, դրա համար չեմ էլ կարող բացառել, ինչպես արդեն նշեցի, այն, որ նաև կարող է հրահանգ լինել։ Ինչ նպատակ կա, եթե հրահանգ կա, արդեն եթե հրահանգ չկա, պարզ է, ինչով է պայմանավորված։ Իսկ եթե այն սցենարն է, այն տարբերակն է, այն հիպոթեզն է, որ սա հրահանգով է իրականացվում, կարծում եմ, որ ավելի շատ այդ ամեն ինչը նպատակ ունի Հայաստանի ներսում որոշակի լարումներ ստեղծել, այնպես անել, որ իշխանությունների դիրքերը բանակցային գործընթացում որոշակիորեն այնպես անել, որ սասանվի, այդքան ուժեղ չլինեն դիրքերը, Եվ նաև որոշ չափով կարծում եմ այդ ամեն ինչը կարող է նաև օգտագործվել ներքին լսարանի համար։ Այ տեսեք, Հայաստանը ապակառուցողական է դեռևս, Հայաստանը դեռևս անելիքներ ունի, ինչպես մենք ասում ենք, Հայաստանը դեռևս նկրտումներ ունի Հայաստանի, Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, եւ մենք պատասխանում ենք, մենք թույլ չենք տա, որ այդպիսի հռետորաբանությունը, այդպիսի քաղաքականությունը Հայաստանի իրենց պատկերացմամբ, շարունակվի։ Եվ գիտեք, նաև Ադրբեջանի ներսում ես կարծում եմ, որ չկա պահանջ պատերազմ սկսելու, բայց բնականաբար Ադրբեջանի հասարակությունում այնպես չի, որ մարդիկ կարող են քննադատել իշխանություններին ակնհայտ, այնպես չի, որ կարող են նման հարցերի վերաբերյալ իրենց առանձին անկախ մոտեցումները ցուցաբերել, բայց մյուս կողմից էլ Ադրբեջանի իշխանությունները, ինչպես յուրաքանչյուր իշխանություն, նույնիսկ շատ ավտորիտար իշխանություն, ինքը փորձում է հանրային աջակցություն ունենալ, ինքը փորձում է այնպես անել, որ հանրությունը իշխանությունների այս կամ այն քայլը ողջունի, չդիմադրի, որ նաև վախենա իշխանություններից, այսպես ասենք։ Եվ գիտեք, այս մթնոլորտը կարծես կարող է նպաստել նրան, եթե նորից եմ կրկնում, եթե սա իսկապես արհեստականորեն է արվում, ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ այ տեսեք, հասարակություն դուք չեք ցանկանում պատերազմ, բայց դե տեսնում եք Հայաստանի հասարակությունը, Հայաստանի իշխանությունները չեն մերվել այս իրավիճակի հետ, ամեն ինչ հնարավոր է եւ պետք է դուք միասնական լինեք։
Այսինքն սա որոշակիորեն, տեսեք, այսինքն մենք միշտ խոսում ենք այն մասին, որ ավտորիտար պետությունների համար շատ հաճախ կարևոր է լինում արտաքին թշնամին, ներքին խնդիրներին, այսպես ասած, արձագանքելու, զսպելու, հնարավոր բողոքները չեզոքացնելու, հասարակությունը կոնսոլիդացնելու իշխանությունների քաղաքականության շուրջ եւ այլն եւ երևի եթե սա այդ դեպքն է, այսինքն եթե սա միտումնավոր է արվում եւ կա հրահանգ ժամանակ առ ժամանակ կրակելու եւ կա հրահանգ նաեւ ասելու, որ Հայաստանն է կրակում, հա, որովհետեւ հասկանալի է, չէ՞, որ Ադրբեջանի հասարակության համար սա ներկայացվում է այնպես, որ Հայաստանն է կրակում, Ադրբեջանը որևէ բան չի անում, կամ եթե անում է, ապա դա ի պատասխան է արվում, հա, որպեսզի լրացվի հայկական կրակը, սովորաբար այդպես է արվել, կարծում եմ հիմա էլ նույն կարող է քաղաքականությունը լինել այս դեպքում։ Ես չեմ կարծում, որ սա արվում է նախապատրաստելու մեծ պատերազմ օրինակ։ Երևի թե այս պայծրությամբ իմ համար դա ամենաքիչ հավանական սցենարն է, որտեվ գիտեք ինչ, նախ դրա կարիքը, ինչպես արդեն նշեցի, հա, Ադրբեջանի հասարակությունում չեմ կարծում, որ կա նման պահանջ։ Երկրորդ հարցը այն է, որ Ադրբեջանի համար կարևոր է այնուամենայնիվ միջազգային լեգիտիմություն։ Ադրբեջանի համար կարևոր է, որ օրինակ հենց նույն Միացյալ Նահանգների նոր իշխանությունները Ադրբեջանին դիտարկեն որպես վստահելի գործընկեր, որը նպաստում է խաղաղությանը, որը հակառակը ինքը գործողություններ է անում, որը հանգեցնելու է նրան, որ օրինակ Միացյալ Նահանգների այս կամ այն քաղաքականությունը այսօրվա տարածաշրջանի հետ կապված ավելի արդյունավետ իրականացվի, իսկ Միացյալ Նահանգները, ես կարծում եմ անկախ ամեն ինչից, ինքը շահագրգռված է նրանում, որ Հարավային Կովկասում լինի կայունություն, լինի խաղաղություն, լինեն տնտեսական կապեր եւ նաեւ դրանից Միացյալ Նահանգները վերջերջո էլի կարող է շահել, ցույց տալ, որ ինքը, այսպես ասենք, հա, նպաստեց նրան, որ այսպիսի տարածաշրջանում եւս խաղաղություն հաստատվեց, որ այդ տրանզակցիոն տրամաբանություն այստեղ էլ է աշխատում, այ տնտեսական օգուտներ են առաջացնում երկրները, դրանից Միացյալ Նահանգները եւս շահում է եւ այլն, հա։ Այսինքն եւ գիտեք ընդհանուր առմամբ, էլի, այսինքն ինչ խնդիր կարող է լուծել Ադրբեջանը, եթե իսկապես ինքը մենք մտածենք, որ ցանկանում է ինչ որ լայնածավալ պատերազմ իրականացնել։ Այնուամենայնիվ կորուստներ է ունենալու եւ ռեպուտացիոն առումով եւ չի կարողանալու ինքը որևէ խնդիր այս առումով լուծել, հա։ Դե պատկերացրեք օրինակ ռազմական ճանապարհով ենթադրենք ցանկանում է Միջանցք ստեղծել, ձևավորել Հայաստանի տարածքի բնականաբար տարածքային ամբողջականության հաշվին, հա, պատկերացրեք այդպիսի բան։ Տեսականորեն եկեք դա քննարկենք հիմա։ Լավ, ենթադրենք հաջողվեց ռազմական ճանապարհով վերահսկողության տակ վերցնել Հայաստանի Հանրապետության հարավային մասը։ Ով է ընդունելու այդ ամենի լեգիտիմությունը, այսինքն ով է ընդհանրապես այդ առումով ինչ որ տնտեսական կապեր արդեն հաստատելու Ադրբեջանի հետ, ով է լեգիտիմացնելու այդ Միջանցքի գործնեությունը, որևէ մեկը նման բան չի կարող անել, հա։ Ոչ միայն Արևմուտքը, ոչ միայն Եվրամիությունը, այսպես ասենք, կամ եվրոպական երկրներ, այլ նաև Միացյալ Նահանգները, հասկանում ենք, որ այսօր արդեն պետք է որոշակի տարանջատում դնենք, հա, եվրոպական քաղաքականության եւ Միացյալ Նահանգների քաղաքականության, բայց այս առումով կարծում եմ իրենք նույն մոտեցումը կցուցաբերեն, հասկանալի է, որ տարածաշրջանի այլ երկրները, մասնավորապես Իրանը բնականաբար որևէ կերպով դառնում շահագրգռված չի լինի եւ շատ այսպես բացասաբար կտրամադրվի եւ հասկանալի։ Իհարկե մենք չենք կարող ասել այդ դեպքում ինչ գործողություններ կլինեն, բայց դա էական չի։ Եվ ես վերջի չեմ կարծում, որ դա Թուրքիային է պետք։ Հակառակը Թուրքիան այսօր դիտարկվում է որպես, այսպես ասենք, Ադրբեջանի վրա որոշակի ազդեցություն ունեցող երկիր, որը կարող է նաև նպաստել նրան, որ այդ ընդհանուր առմամբ արևմուտքի քաղաքականությունը
կյանքի կոչվի տարածաշրջանի նկատմամբ եւ Թուրքիան դիտարկվի որպես արևմուտքի վստահելի գործընկեր տարածաշրջանում, այսպես ասենք, հա, ինչ որտեղ նաեւ որոշ առումով կարելի ասել outsource կարող է արվել, հա, Թուրքիային որոշակի դերակատարություն աշխարհակական առումով։ Բայց Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում է Ադրբեջանի պահանջների հետ։ Այո, եւ դա իմիջիալոց տեսեք, մի կողմից դա կարող ենք ասել բացասական բան է, բայց մյուս կողմից էլ եթե ինքը կապում է իր հարաբերությունները Հայաստանի հետ, հարաբերությունների լավացումը, նորմալիզացումը, սահմանի բացումը եւ այլն հայ-ադրբեջանական թրեքի հետ, նշանակում է ինքը շատ ավելի շահագրգռված պետք է լինի, որ հայ-ադրբեջանական թրեքում առաջխաղացում լինի, այլ ոչ թե հակառակը, որտեղ ինքը դրանից մեկ այլի դժելու է, որտեղ ինքը ցանկանում է, որ բացվի սահմանը, ցանկանում է, որ հայ-թուրքական հարաբերությունները նորմալիզացվեն եւ ինքը դա այսպես թանկ գնով վաճառի աշխարհին վերջի վերջ։ Վերադառնանք ձեր նախորդ խոսքին, որ Ադրբեջանը իշխանության դիրքերն է փորձում այսպիսով հնարավոր է թույլատնել Հայաստանի իշխանության, որքանով դա կարող է հաջողվել, նաև հաշվի առնելով օրինակ Գյումրիի ընտրությունների արդյունքները, իշխանությունը որոշակիորեն թույլատրել է դրանով։ Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը կարողանա այդ առումով արդյունավետ ինչ-որ գործողություն իրականացնել։ Եթե կա ցանկություն եւ ես չեմ բացառում, որ կարող է այդպիսի ցանկություն լինել, բայց գիտեք ինչ, այդ ինքը շատ ռիսկային է, ինքը վերջի վերջո այնպիսի մի բան է, որ դու կարող ես հակառակ արդյունք ունենալ, եթե ցանկանում ես, հա, թույլատրել դիրքերը, քեզ էլի կարող են լուրջ չընդունել շատ դեպքերում, որովհետև ներկայիս իշխանությունները արևմուտքի համար վստահելի գործընկերներ են։ Եվ էլի արևմուտքի կողմից կարող է ինքը ստանալ այսպես շատ լուրջ սիգնալներ, որ դա ապակառուցողական բան է։ Վերջի վերջո անհրաժեշտ է, որ իշխանությունների դիրքերը ուժեղ լինեն, որպեսզի խաղաղության այդ օրակարգը հնարավորինս արդյունավետ եւ կարճ ժամանակահատվածում կյանքի կոչվի, շարունակվի, ամրապնդվի, խորանա, արդյունքներ արձանագրի։ Այս դեպքում թույլատրված, եթե նույնիսկ հաջողվի նման բան, ես կարծում եմ, որ չի էլ հաջողվի իհարկե, բայց այնուամենայնիվ, եթե հասկանալի է, չէ, որ եթե հիմա մենք այս տարբերակները քննարկում ենք, ուրեմն արևմուտքի վերլուծական կենտրոններում, օրինակ, նույնպես սա քննարկվում է, դիտարկվում է, հասկանալի է, որ արտաքին գերատեսչության շրջանակներում այս կամ այն երկրի սա նույնպես քննարկվում է եւ նաեւ կարող ենք ենթադրել, որ իրենք շատ ավելի շատ տեղեկատվություն ունեն, որովհետեւ ունեն պետական տարբեր միջոցներ դրա համար, չէ, արտաքին հետախուզություն ունեն արդյունավետ վերջի վերջո եւ իրենք կարող են շատ ավելի բան իմանալ, քան հիմա մենք գիտենք, չէ, հիմա մենք ենթադրություններ ենք անում, որոշակիորեն հիմնվելով բաց տեղեկատվության վրա, հիմնվելով նախորդ փորձի վրա, հիմնվելով տարատեսակ, չգիտեմ, քաղաքագիտական տեսությունների վրա, ավտորիտարիզմի բնույթի, հա, օրինակի համար ելնելով այն բանի վրա, թե ինչպես են կոնֆլիկտները առաջ, զարգացել եւ հանգուցալուծվել եւ այլն եւ այլն։ Այնպես որ կարծում եմ, որ դա իհարկե շատ վտանգավոր խաղ կարող է լինել Ադրբեջանի համար եւ նաեւ ոչ արդյունավետ իմ կարծիքով, էլի, որովհետեւ այնուամենայնիվ գիտեք ինչ, վերջի վերջո ինֆորմացիոն իհարկե դաշտում հասկանալի է, որ այսպես ասենք, այնպես չէ, որ ամեն ինչ բարենպաստ է իշխանությունների համար, բայց մյուս կողմից էլ այն ռեսուրսները, որոնք ուղղակիորեն հարվածում են Հայաստանի անվտանգության շահերին, շատ հեշտ է ցույց տալ, որ նրանք հակառակորդի
շահերից բխող գործողություն են անում եւ դա թույլատնի այդ մարդկանց կամ այդ սուբյեկտների դիրքերը, որոնք այսօր առկա են ինֆորմացիոն դաշտում, որտեղ հասկանալի է, որ այդ ամեն ինչը ինֆորմացիոն դաշտի միջոցով կարող է ազդել, չէ՞, վերջի յուրաքանչյուր կրակոց ինքը ինչպես է ազդելու հանրային տրամադրությունների վրա։ Եթե մենք դիտարկում ենք այդ տեսությունը կամ այդ հիպոթեզը, որ դա արվում է հասարակության ներսում որոշակի այսպես լարումներ առաջացնել իշխանության դիրքերը թույլատնելու առումով, նպատակով, ապա պետք է իհարկե հետևյալը ասենք, որ դա առանց ինֆորմացիոն դաշտի անհնարին է։ Ուղղակիորեն չի արվում։ Դե արդեն ինֆորմացիոն դաշտի հետ կապված էլ իմ մեկնաբանությունը ներկայացրեցի, որ դա կարող է հենց ավելի խորացնել այն դիսկուրսը, որ այդ բոլոր իշխանությունների նկատմամբ քննադատությունը եւ այլն, այդ ռադիկալ քննադատությունը ինքը կապված է Ադրբեջանի, չգիտեմ, շահերի հետ, այսպես ասենք, առնվազն, հա, եթե ուղղակիորեն այնտեղից չի ուղղորդվում եւ այլն, բայց իշխանությունները անընդհատ այդ թեզը կարող են օգտագործել, որ այ տեսեք ադրբեջանցիների փաստորեն շահերից բխող բան են անում իրենք, հա, այսինքն ուզում են ապակայունացնեն իրավիճակը, դա արդյոք բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Եվ եթե դուք նույն բանն եք ասում, չէ, դուք ասում եք, այ տեսեք ինչ վիճակ է, դուք խաղաղության եք գնում, բայց Ադրբեջանը ուզում է հարձակվել, դուք ոչ մի բան դրան չեք հակադրում, ինչ է դա։ Այսինքն դա ինչպես է ամրապնդելու այդ դիսկուրսը Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, ամրապնդելու սահմանները եւ այլն, հա, այսինքն հասկանալի է, որ այդ ամեն ինչը միշտ էլ օգտագործվել է նման բաները որպես ինֆորմացիոն դիվերսիաներ։ Եվ եթե ինֆորմացիոն դիվերսիա է դա, եւ բնականաբար այդ բոլոր տարերը կան ինֆորմացիոն դիվերսիայի, հիմա անկախ արդեն նրանից թե այդ թեզերը առաջ քաշողները քննադատական թեզերը, ծայրահեղ քննադատական, այսպես ասենք, հա, թեզերը առաջ քաշողները իրենք դա անում են ինքնուրույն, թե որոշակի հրահանգով, այս կամ այն քաղաքական աշխարհակահաղական կենտրոնի թելադրանքով կամ ինչ-որ մի պետության թելադրանքով, դա դիտարկվելու է միևնույն է որպես թշնամական գործողություն։ Եվ իշխանությունների կողմից դա օգտագործվելու է, եւ այսօր էլ մենք տեսնում ենք, որ այդպես էլ արվում է, եւ այնպես չի, որ կարող ենք ասել, իսկ ինչի է օգտագործվում իշխանությունների կողմից դա։ Որովհետեւ դե իսկապես, եթե տեսնում ես, որ համընկնում են, ասենք, ադրբեջանական իշխանամերձ որոշակի շրջանակների կամ հենց նույն իշխանությունների ուղղակիորեն թեզերը ներքին որոշակի ինդիմադիր շրջանակների թեզերի հետ, հետո տեսնում ենք, որ որոշակի համընկնում կա, ասենք, կրեմլյան, պրոկրեմլյան որոշակի շրջանակների հետ թեզերի առումով, հա, չգիտեմ, բնույթի առումով, շատ հեշտ է ասել, որ սա իսկապես արտաքին դիվերսիա է, արտաքին ինֆորմացիոն դիվերսիա է, եւ բնականաբար պետք է պաշտպանվել դրանից ու պետք է փորձել չեզոքացնել այդ բոլոր դիսկուրսները եւ դա չի կարող նպաստել նաեւ նրան, որ ներքին այդ շրջանակները, որոնք օգտագործում են այդ ամեն ինչը, իրենց դիրքերը ամրապնդեն, էլի, այսինքն եթե Ադրբեջանի հաշվարկված, չգիտեմ, պլանը այն է, որ դա նպաստելու է ռադիկալ ընդդիմադիր դիրքերի ուժեղացմանը, ապա այստեղ տեսնում ենք, որ այս առումով առնվազն մեղմ ասած ոչ միանշանակ է, էլի, լինելու բանը, հա, արդյունքը, միգուցե եւ հակառակը, ինչպես արդեն տեսնում ենք, եւ ես կասեի, որ կարծում եմ, որ ավելի հավանական է, որ հակառակն է տեղի ունենալու։ Գյումրիի հետ կապված, սա մի լրիվ առանձին խոսակցություն է։ Սա չեմ կարծում, որ ուղղակիորեն այդ ինֆորմացիոն դիվերսիայի արդյունք է։ Կարող ենք քննարկել, թե ինչու մենք ունեցանք այդ արդյունքը, դեռ պետք է իհարկե հետազոտել շատ բաներ, բայց գիտեք, տեսեք էլի, իրականության մեջ կա ուղղակի հասարակության մի զգալի հատվածի մոտ, ես կասեի մեծամասնության մոտ, եւ դա ես ոչ թե ուղղակի ենթադրություն եմ անում, այլ նաեւ հիմնվում եմ որոշակի, այսպես քիչ թե շատ լուրջ հետազոտությունների վրա, հա։ Օրինակ մենք ունենք անցյալ տարվա IRI հարցումը, Հանրապետական ինստիտուտի, հա, ուրեմն Միացյալ Նահանգների
որի արդյունքները հետևյալն են 60%-ից ավելին ասել հարցվածների 60%-ից ավելին չի վստահում որևէ քաղաքական ուժի, որևէ։ Եթե ինքը չի վստահում որևէ քաղաքական ուժի, եւ եթե ինքը չի տեսնում այլընտրանք, ինքը մնում է տանը։ Եվ ստացվում է այնպես, որ մեծ մասը, որը դեմ է այդ ռադիկալ ընդդիմությանը, հա, ասենք նույն Վարդան Ղուկասյանին, հա, տեսնում ենք, տեսեք ստատիստիկան ուղղակի, թվերը նայենք։ 110,000 ընտրող կար, մոտավորապես։ Ընտրական ցուցակում ընդգրկված։ Գյումրեցի, այսպես ասենք։ Եվ մոտավորապես 10,000 հոգի է Վարդան Ղուկասյանին քվեարկել։ 10%-ը փաստորեն մոտավորապես։ Մնացածը այլ տեխնացուների են եւ մնացել են տանը, մեծ մասը մնացել է տանը, չի քվեարկել ընդհանրապես, հա։ Եվ դրա համար մենք ունենք այսպիսի պատկեր, ասեք քաղաքացիական պայմանագիրը իր դիրքերը բարելավել է նախորդ ընտրությունների համեմատ։ Հա, դժվար թե մենք կարող ենք ակնկալել, որ ինքը ել ավելի կարող էր բարելավել իր դիրքերը։ Հա չի բացառվում դա իհարկե, բայց տեղական ընտրությունների պարագայում շատ դժվար է, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղական ընտրություններում մարդիկ առաջնորդվում են մի քիչ այլ սկզբունքներով։ Ավելի շատ ձայն են տալիս կոնկրետ հեղինակությունների, կոնկրետ ինչ-որ կլանների ներկայացուցիչների, հա, շատ հաճախ, էլի, ընտրություններին մասնակիցները, արդեն տեսնում ենք, որ մեծ մասը չի մասնակցում, ախր, չէ՞։ Ճիշտ է, համեմատած նախորդ էլիտիմ ընտրությունների մասնակցությունը փոքր-ինչ բարձր է եղել, 40 քանի տոկոս էր, չէ՞, բայց միևնույն է դա քիչ է, միևնույն է դա ցածր մասնակցություն է, միևնույն է մեծամասնությունը, նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարող են շատերը ցուցակում ընդգրկված լինել, բայց ֆիզիկապես չգտնվել Գյումրիում, հա, Հայաստանից դուրս լինել եւ այլն, բայց ասենք դժվար է, հա, չգիտեմ, 20,000-ից ավել լինեին այդ ընտրական ցուցակից, որ հա, միևնույն է տեսնում ենք, որ մեծ մասը ուրեմն մնացել է տունը եւ չի եղել այն երրորդ ուժը, որին նաեւ կքվեարկեին այն մարդիկ, որոնք չեն ընդունում որևէ կերպ նախկին իշխանություններին կամ նրանց հետ կապված որևէ մարդկանց, բայց նաև չեն ցանկանում ԿՊ-ի օգտին քվեարկել ինչ-ինչ պատճառներով, որոշները հիասթափվել են, որոշները արդեն սկսել են քննադատական շատ խիստ այսպես դիրքորոշում ունենալ դրանց նկատմամբ, հա, բայց եթե իրենք տեսնային, որ հա կա ինչ-որ երրորդ ուժ, կար երրորդ ուժը, բայց տեսեք ինքը շեմը չկարողացավ հաղթահարել։ Այսինքն միևնույն է փաստորեն մարդկանց ուրեմն մեծամասնությունը շարունակում է ոչ մեկին չվստահել եւ արդյունքում ինչ է ստացվում։ Արդյունքում ստացվում է այն, որ բավականին այսպես բարձր 30 քանի տոկոս, հա, 36, եթե չեմ սխալվում, տոկոս ԿՊ-ն վերցրել է եւ չկա այն երկրորդ ԿՊ-ից բացի դեմոկրատական օրակարգ ունեցող քաղաքական ուժը, որը կմտներ կանցներ շեմը, կմտներ ավականի եւ կոալիցիա կազմեր ԿՊ-ի հետ ու այստեղ արդեն կլիներ 50+1-ը։ Իսկ ցած ստացվում է, որ իրենց ամբողջությամբ թեև վայելում են փոքրամասնության, չէ՞, նայում ենք արդեն էլի ստատիստիկան, այսինքն ընտրողների փոքրամասնությունն է դա, միևնույնն է։ Հա, իրանք քվեարկածների բանով, առումով, այսինքն միասին վերցնում են 50+1, դրա համար էլ կարողանում են Վարդան Ղուկասյանին ընտրել որպես քաղաքապետ, հա, բայց ընտրողների միևնույն է փոքրամասնությունն են, փոքրամասնության ձայներն են, բայց միևնույն է կարողանում են փաստորեն ընտրել քաղաքապետ։ Այս է իրավիճակը։ Սա իհարկե որոշակի կարող է ահազանգ լինել, չգիտեմ հարց կտակ այս առումով, թե ինչ զարգացումներ կարող են լինել համապետական ընտրությունների ժամանակ եւ այլն, կարող ենք քննարկել։ Դե տարբեր ուժեր անհատներ պնդում են, որ սա պրոյեկտվելու է նաեւ խորհրդարանական ընտրություններում, մյուս փորձագետներն ասում են, որ թիմ մակարդակը ու խորհրդարանական ընտրությունները լրիվ տարբեր բաներ են։ Երկուսն էլ ճիշտ է։ Երկու տարբերակն էլ կա։ Ուղղակի
Երկուսն էլ որոշ առումներով կարծում եմ ամբողջական պատկեր չեն ներկայացնում, հա, երկու այդ դիրքորոշումներ առաջ քաշողները։ Նախ այնուամենայնիվ թեև սա թիմ ընտրություններ էին, թեև այստեղ առանձին հեղինակությունները շատ մեծ դեր ունեն, քան կուսակցությունները, հա, այդպես խոսում են փոքր խնդիրներից շատ հաճախ բնականաբար, որովհետև դա թիմ ընտրություններ են, բայց այս ընտրությունները տարբերվում են սովորական թիմ ընտրություններից, տարբերվում էին նրանով, որ ընդդիմությունը ընդհանուր առմամբ սա դիտարկել էր որպես այսպես կենաց մահու ինչ որ պայքարի շրջանակներում, որ սա մի ինչ որ հանգրվան է, մի ինչ որ քայլ է, մի ինչ որ փուլ է ԿՊ-ին իշխանազրկելու։ Եթե ընտրեք ԿՊ-ին, թուրքերը կգան նման թեզերով։ Սա ոնց որ այ մենք փրկում ենք հայրենիքը, չէ, այդպես էր դրվել։ Եվ մթնոլորտը կարողանում են ստեղծել համապատասխան, հա, եթե բոլորը նույն բանի մասին են խոսում, ընդդիմադիր այդ հիմնական տեխնացուները, նրանք, որոնք անցել են հավաքան շեմը, հաղթարել են շեմը եւ մտել են հավաքանի։ Ու այս առումով մենք չենք կարող ասել, որ դե հիմա սովորական թիմ ընտրություններ էին, այստեղ թիմ խնդիրներ էր, բան եւ այլն, ինչ եք ուզում, հա։ Չէ, սա այնուամենայնիվ մոտիկացված էր համապետական ընտրությունների տրամաբանությանը հաշվի առնելով ընդդիմության թեզերը, նրանց նպատակները։ Եվ այստեղ քաղաքացիական պայմանագիրն էլ եկեք խոստովանենք, որ արձագանքում էր դրան։ Չէր ասում, որ չէ, դա սա միայն Գյումրիի մասին է, այնուամենայնիվ ասում էր, որ այ տեսեք այս ուժերը եթե գան իշխանության, իրանց նպատակը որն է, իրանք ուզում են որ Հայաստանի Հանրապետություն չլինի, չէ, այ տեսեք իրանք ուզում են, որ, չգիտեմ, միութենական պետության մաս լինենք, հիմա էլ են ասում, ճիշտ է։ Այսինքն այնուամենայնիվ գրեթե բոլոր հիմնական խաղացողների կողմից այս ընտրությունները դիտարկվում էին ավելին, քան զուտ ուղղակի Գյումրիու ընտրություններ։ Դրա համար այնուամենայնիվ ստեղ պետք է որոշակի առնվազն որոշակիորեն մտահոգվել նրանով, ինչ որ տեղի է ունեցել եւ ասել, որ այո, հնարավոր է, որ նման սցենարներ լինեն նաեւ այլ ընտրությունների պարագայում, թե թիմ, թե համապետական։ Բայց մյուս կողմից իսկապես մենք չենք կարող ասել, որ գիտեք ինչ, այս սա այն նույն սցենարը կրկնվելու է, նույն կերպ մենք կարող ենք այս ամեն ինչը պրոյեկտել համապետական ընտրությունների վրա, ելի մի շարք պատճառներով, որովհետև այո իսկապես, տեսեք, որևէ հիմնական հակա իշխանական քաղաքական թիմ իր անունով հանդես չի եկել։ Սա շատ բանի մասին է խոսում։ Տեսեք, սա խոսում է նախ այն բանի մասին, որ այնուամենայնիվ իրենք հասկանում են, որ իրենց անունով, եթե իրենք հանդես գան, չեն կարողանալու ունենալ այդ աջակցությունը, որ կարող էին ստանալ այն սուբյեկտները, որոնք մասնակցեցին այլ անուններով, հա, ինչ որ այդ ընտրություններին եւ որոշակիորեն իրենք փաստորեն տեղայնացրեցին, չէ՞, ասում ենք դե գյումրեցիներ են, գյումրու խնդիրներով ենք այնուամենայնիվ զբաղվելու ստեղ, հա, ճիշտ է, սա մենք փորձում ենք լուծել կամաց այդ համապետական հարցը մեր, բայց մենք այնուամենայնիվ խոսում ենք Գյումրու մասին եւ շատերը միևնույն է իրենց ընկալում էին, չէ, ընտրողները ընկալում էին որպես ուղղակի անհատներ, որոնք ունեն որոշակի հեղինակություն, որոշակի կարողություն եւ կարող են Գյումրիում ինչ-որ հարցեր լուծել։ Եվ բնականաբար այդ նույն բանը չի կարող լինել համապետականի ժամանակ։ Արդեն համապետականի ժամանակ հստակ քաղաքական թիմեր են, արդեն հասկանալի է ով պետք է ամեն մեկը իր վարչապետի տեխնացուն է վերջի վերջո, չէ, առաջ քաշում։ Եվ գիտեք, բայց այստեղ իհարկե բարդ է ասել, օրինակ այդ ընդդիմադիր ուժերը հիմա ինչ հետևություն են ալու այս ամեն ինչ։ Իրենք տեսնելու են, ասեն, ահա, մի վարքյան այստեղ մենք փաստորեն անուղակի մասնակցելով ավելի մեծ հաջողության հասանք, հա։ Այսինքն այնուամենայնիվ կարողացանք այնպես անել, որ
քաղաքացիական պայմանագրի տեխնացուն չլինի համայնքի ղեկավար։ Դա կարողացան կանել։ Հիմա նույն կերպ վարվենք համապետական ընտրությունների ժամանակ, բայց ախր համապետական ընտրությունների ժամանակ էլ ովքեր են լինելու ցուցակում, այսինքն արդեն համապետական է եւ տեղային այդ հեղինակությունները կարող են որևէ հեղինակություն չունենալ, չէ՞։ Ասենք ինքը կարող է Գյումրիի ինչ որ թաղամասում հեղինակություն ունի, բայց Երևանում ընդհանրապես ոչ մեկ իրան չի ճանաչում եւ իր օգտին, եթե ինքը իր անունով կամ իր փոքր այդ թիմով մասնակցի, ինքը շատ քիչ շանս է ունենալու հաղթելու, որտեղ դու չեն հասկանալ դու ով ես, ասենք, հա։ Բայց մյուս կողմից էլ, եթե իրենք հանդես գան իրենց անուններով, իրենք շատ լավ գիտեն, որ իրենց ռեյտինգը որպես ինստիտուտներ, հա, այսինքն այդ անունները կոնկրետ, այսինքն երկրորդ նախագահ, հա, երրորդ նախագահ, իրենց թիմերը, կուսակցություններ, դաշնակցություն, հանրապետական կուսակցություն եւ այլն, իրենք որևէ կերպով իրենց վարկանիշը այսքան ընթացքում չեն բարձրացրել, հակառակը։ Իրենք միշտ ունեցել են վարկանիշի նվազում։ Ուստի այս առումով էլ շատ ռիսկային է լինելու իրենց համար, հա, այսինքն դրա համար կարծում եմ, որ կան իհարկե միգուցե դեռևս այսպես պահուստային տարբերակներ, օրինակ, չգիտեմ, կարող են հայտնվել ինչ-որ մարդիկ, ծանոթ կամ անծանոթ, որոնք արդեն ոչ թե տեղային որոշակի նշանակություն ունեն, այլ ավելի այսպես համապետական եւ իրենց դեմքերով այդ ծայրահեղ ռադիկալ ընդդիմությունը մասնակցի խորհրդարանական ընտրություններին, հա, մտածեն, որ այդ երրորդ տարբերակը ավելի էֆեկտիվ է։ Կարող է դա լինել։ Մի խոսքով, այսինքն այստեղ մտածելու շատ բան կա, բայց տեսեք, մի կարևոր այստեղ նրբություն մենք պետք է այնուամենայնիվ հաշվի առնենք, էլի։ Ակնհայտ է, որ խորհրդարանական հանրապետություններում շատ քիչ հավանական է, որ մեկ առանձին կուսակցություն 50+1 միանձնյա կարողանա ունենալ։ Դա է ցույց տալիս համաշխարհային փորձը, դա է ցույց տալիս եվրոպական պետությունների փորձը։ Մենք տեսնում ենք, որ առաջի տեղը գրաված բաները, կուսակցությունները սովորաբար վերցնում են մոտավորապես 30%, պլյուս-մինուս։ Դա նորմալ է։ Եվ վերջին հարց։ Եվ ներողություն, այս ուղղակի միտքը ավարտեմ, էլի, հա։ Եվ ինչ է լինում այս պարագայում։ Չէ, հարցը ցակում, լավ, եթե այդպես է, եւ եթե օրինակ այդ նույն տրամաբանությամբ, ասենք ԿՊՆ-ն էլի, հա, առաջի տեղ էլի ունենա, ասենք պատկառելի շատ ձայներ վերցնի, ասենք, չգիտեմ, մոտ 40% ենթադրենք, հա։ Ավելի շուտ նույնիսկ այսպես խոսենք, այնքան տոկոս, որ երբ որ արդեն մանդատների է վերածվում, հա, չի ապահովում միանձնյա մեծամասնություն։ Շատ հավանական բան է սա, իրականում։ Այնպես չի, որ մենք հիմա պետք է ասենք, չէ, իշխանությունները կարող են վստահ լինել, որ իրենք մանդատների ընդհանուր բանեկանակի 50+1-ը հանգիստ վերցնելու են։ Դա չեմ բացառում, դա հնարավոր է, դրա համար պետք է շատ այսպես ճգնաժամ աշխատանք, դրա համար պետք է, որ շատ արագ այս ընթացքում, այս մեկ տարվա ընթացքում հաջողություններ գրանցվեն տարբեր ոլորտներում, դատա իրավական ոլորտում օրինակ, հա, չգիտեմ, ասենք արտաքին անվտանգության ավելի խորացման ոլորտներում։ Բայց մյուս կողմից էլ անկախ ամեն ինչից, տեսեք, հարց է ծագում, այստեղ մենք չենք կարող դրա մասին չխոսել, էլի ուղղակի, որ դեմոկրատական քաղաքական ուժ, որը չի ընդունում նախկին իշխանություններին եւ որը ունի լեգիտիմություն եւ որը ունի հանրային լայնաջակցություն եւ կարող է մտնել խորհրդարան, հա, մենք այսօր այդպիսի քաղաքական ուժ դեռևս չենք տեսնում։ Դա չի նշանակում, որ չկան այդ քաղաքական ուժերը, բայց գոնե որոշ առումներով իրենք, այսինքն չեն համապատասխանում այդ իմ ասած սկզբունքներին, որ համ լինեն հանրային լայն աջակցություն ունեցող լինեն իրենք, համ ուրեմն հստակ կարող ենք ասել, որ իրենք 5% հաղթահարելու են, համ հստակ դեմոկրատական ուրեմն օրակարգ են առաջ քաշելու եւ այլն եւ այլն։ Եվ վերջի վերջո, ես էլ ասեմ ու ձեր հարցը տակ էլի,
Վերջի վերջը տեսեք, եթե այդպիսի ուժ ձևավորվի եւ մենք տեսնենք, որ հստակ կա այդպիսի ուժ, որը մտնելու է խորհրդարան, դեմոկրատական ուժ է, նախկինների հետ ոչ մի կապ չունի, իրեն խիստ քննադատում է եւ այլ, հա։ Այստեղ հարց է ծագելու, իսկ իրենք ինչ են անելու։ Կարող ենք մենք արդյոք մտածել, որ այդպիսի քաղաքական ուժը, եթե կա կամ վաղը ձևավորվի օրինակի համար, կարող է միանձնյա 50+1 վերցնել։ Դա ամենաքիչ հավանական բանը կարող է լինել, ճիշտ է։ Ոնց կարող է նորաստեղծ քաղաքական ուժ, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԿՊ-ն անկախ ամեն ինչից ինքը այսօր ունի պատկառելի, չէ, ձայներ, եւ տրամաբանությունը այն է, որ ինքը դժվար թե կորցնի այս 1 տարվա ընթացքում այդ ձայները, առնվազն լուրջ չի կորցնի, էլի, այսպես ասենք։ Եթե ոչ կավելան, այսինքն ավելի հավանական է, որ կավելացնի իր ձայները, այլ ոչ թե կորցնի։ Իսկ եթե նույնիսկ կորցնի էլ շատ չի կարող կորցնել, էլի, որովհետև նույնիսկ այն հանգամանքը, որ ինքը իշխանություն է եւ ունի այսպես տարատեսակ ռեսուրսներ, արդեն իսկ բավարար է, որ մենք այդ ենթադրությունը անենք, որ ինքը կունենա պատկառելի ձայներ։ Հիմա, բա ինչ է անելու այդ երկրորդ ուժը, դեմոկրատական, որը մտնելու է, ասենք, չգիտեմ, 10% է վերցնելու, 15%, 20%։ Այո, ինքը ստիպված ուրիշ տարբերակ այստեղ չկա։ Եվ դրա համար պետք է այսօր այդ դիսկուրսը սկսել, որ եւ հանրությունը պետք է դրան պատրաստ լինի։ Որ գիտեք ինչ, իմիջիալոզ այդ կոալիցիան կարա լինի նաեւ ձևական, տեսեք, ինչ առումով ձևական։ Դուք կարող եք, ինչպես օրինակ այսօր Գյումրիի ավականիում է։ Հա դու ապահովում ես ձայներ, որպեսզի վարչապետ ընտրվի, կառավարություն ձևավորվի, այսպես ասած։ Բայց այնպես չի, որ դու պատասխանատվություն ես վերցնում, այսինքն դու մանդատ պաշտոն չես ստանձնում, գործադիրում։ Դա հնարավոր տարբերակ է իդեպ։ Եվ դու քննադատում ես էլի։ Դու քո ծրագիրն ես առաջ քաշում։ Դու կարողանում ես նաև ինչ որտեղ որոշակի կոմպրոմիսային տարբերակներ գտնել եւ լինելով, այսինքն ընդհանրապես ենթադրենք 10-15% հա ձայներ հավաքելով կամ այդքան մանդատ ունենալով կարողանում ես փաստորեն երկրի կառավարմանը շատ լուրջ կերպով մասնակցել։ Դա շատ լուրջ տարբերակ է, որը պետք է այսօր քննարկվի, այլապես մենք կարող ենք իշխանություն չձևավորել։ Իհարկե, այստեղ կա հաշվի առնելով մեր ընտրական համակարգը երկրորդ փուլի հնարավորություն, այստեղ էլ պետք է մտածել, էլի, այսինքն իսկ եթե օրինակ կարող եք ասել առաջի տեղը ԿՊ-ն լինի, երկրորդ տեղը այդ դեմոկրատական ուժը, եւ իրենք երկուսով մտնեն երկրորդ փուլ, ժամային իրավիճակ կստեղծի։ Գիտեք, կարող է եւ չստեղծել, բայց այստեղ հարցը հետեւյալն է, իսկ հիմա օրինակ այդ նախկին իշխանությունների էլեկտորատը ում է քվեարկելու, կամ այդ կուսակցությունները, որոնք կարող են որպես ընդդիմադիր արդեն հա ներկայացված լինեն խորհրդարանում, իրենց էլեկտորատին ինչ են ասելու, ում քվեարկեք։ Պարզա որ ասելու են քաղաքացիական պայմանագրին չքվեարկեք, բայց հնարավոր է որ այդ երկրորդ քաղաքական ուժին ասեն, չէ՞ քվեարկեք։ Ու այստեղ շատ կարևոր է այդ երկրորդ քաղաքական դեմոկրատական ուժի վերաբերմունքը, ինչ է ինքը ասելու։ Ասելու է, հա, մենք պետք է որոշ ձևով համագործակցենք նախկին իշխանությունների հետ կամ նրանց էլեկտորատի հետ եւ սա քննարկվելիք բաներ են եւ վերջի վերջով մենք հասկանում ենք որ այդտեղ էլ կարող են ռիսկեր լինել, չէ՞, եթե ասենք այդ նախկին իշխանությունների հետ կապված այդ ավտորիտար էլեկտորատը աջակցում է որևէ դեմոկրատական քաղաքական ուժի, ինքը որոշակի նաև լծակներ է ստանում, չէ՞, նրա վրա ազդելու առումով, հա։ Սա բարդ արդեն իրավիճակ կստեղծի, բայց մենք շատ ավելի առաջ գնացինք կարծում եմ այս պայդրությամբ։ Վերադառնանք Ադրբեջանի հետ հարաբերություններին, այնուամենայնիվ բարձ է որ նաև Հայաստանի ընտրությունների խորհրդարանական ընտրությունների արդյունքը մեծապես կապված է խաղաղության պայմանագրի կնքման հետ, ինչ արդյունք կգրանցվի, տարբեր ուժեր պնդում են, որ մինչև ընտրությունները պայմանագիր չի ստորագրվի։ Հա, դա էլ շատ լավ հարց է, կարևոր հարց է։ Գիտեք, այո, այս պայդրությամբ մեծ ես տեսեք որևէ տարբերակ այսօր չեմ կարող բացառել բայց այս պայդրությամբ կարծես թե ավելի հավանական է որ մինչև ընտրություններ չի ստորագրվի քան կստորագրվի բայց գիտեք ինչ այստեղ էլ նայեք մի կողմից իշխանությունների հաղթանակի համար այսպես ասենք նույն ընդհանուր առմամբ նաև ասենք այսպես դեմոկրատական ուժերի, եթե դա կոալիցիոն հաղթանակ լինի, հա։ Կարևոր է որ խաղաղությունը արդեն հաստատված լինի, որ հանրությունը ասի, հա, փաստորեն ընդհանուր առմամբ կա ձեռքբերում,
լուրջ ձեռքբերում մեր անվտանգության ապահովման տեսակետից, երկրի զարգացման համար շատ լավ հնարավորություններ է ստեղծվում, ուրեմն պետք է վստահել իշխանություններին կամ այն ուժերին, որոնք կարող են իշխանությունների հետ համագործակցել, եւ այդպես ուրեմն շարունակականությունը ապահովել այս ամեն ինչի։ Բայց մյուս կողմից, եթե պատկերացրեք չի ստորագրվում, այս դեպքում էլ իշխանությունը ունի խաղաքարտ։ Եթե գան ընդդիմադիր ռևանշիստները, այսպես ասած, պատերազմ կլինի։ Եվ ինքը կարող է ասել հետևյալը, որ Ադրբեջանի իշխանությունները ինչի չեն ստորագրել, որովհետև իրենք վստահ չեն, թե ընտրությունների արդյունքում ինչ իշխանություն է ձևավորվելու։ Որովհետև եթե ձևավորվի այլ իշխանություն, ռևանշիստական կամ չգիտեմ, ոչ այդքան տենց խաղաղասեր, հա, իշխանություն, կարող է չեղարկվել այդ պայմանագիրը, կամ առնվազն կարող է ինչ-որ նոր պահանջներ ներկայացվել եւ վերանայումների, այսպես, չգիտեմ, ճանապարհ լինի, հա, եւ մի խոսքով, այսինքն մի հատ նոր անկայունություն, նոր ռիսկեր, անհասկանալի բան եւ այլն։ Հիմա այնուամենայնիվ, ուրեմն թեկուզ հենց Ադրբեջանի փաստորեն տեսակետից, չէ, տրամաբանական է սպասել, տեսնել, թե լավ, հիմա այս ամեն ինչը ինչ արդյունք է ունենալու, որ դրանից հետո նորից էլի մի հատ նոր process չլինի, այս շարունակականությունը ապահովված լինի։ Այսինքն, եթե ասենք նույնիսկ տեսեք, նույնիսկ Ադրբեջանի իշխանության շահի տեսանկյունից նայենք, էլի, դա բնականաբար մեր քննարկելու հարցը չէ, բայց զուտ ուղղակի որպես վերլուծաբաներ մենք պետք է բոլորի շահերը հասկանանք։ Իրանք պարզ է, որ կուզենան, որ կանխատեսելի գործընթացներ լինեն Հայաստանում, որովհետև իրանք շատ ավելի, այսպես, մեծ հնարավորություններ ունեն իրենց շահերը առաջ տանելու այդ կանխատեսելիության շրջանակներում, կան հակառակը։ Գլխացավանք կարող է լինել իրենց համար։ Հասկանում եք, այսինքն, այստեղ հիմա կարող են ընդդիմադիրները ասել, ահա, բա տեսնում եք, այսինքն, բա վատ է, որ Ադրբեջանի իշխանությունների համար մենք գլխացավանք կարող ենք ստեղծել, չէ՞, կարող են դա ասել ու ասելու են։ Ասել են մեզ ընտրեք։ Իշխանությունն էլ կասի դուք Ղարաբաղում գլխացավանք եք, տեսանք ինչ է։ Այո, ասել են, որ հա, դուք ինչ ենք մենք շահելու դրանից, որ դուք կարող եք գլխացավանք ստեղծել Ադրբեջանի համար։ Հա, Ադրբեջանը վերջի վերջո կհաղթահարի այդ իր գլխացավանքը եւ մենք էլի կպարտվենք։ Հայաստանի հասարակությունը կպարտվի, կտուժի առաջի հերթին, վերջի վերջո, հա, մարդիկ էլի կզոհվեն եւ այլն, այսինքն մենք մտնենք մի հատ նոր անկայունության վիճակ, անկախության մեր հարցը հարցականի տակ կլինի։ Այստեղ պարզա որ Ռուսաստանի, քանի որ Ռուսաստանը միշտ եղել է կոնֆլիկտ մենեջմենթով զբաղվող սուբյեկտ, ինքը շատ ավելի այսպես ուրախությամբ սկսի զբաղվել էլի նոր կոնֆլիկտ մենեջմենթով եւ կախվածությունը Ռուսաստանից մեր ավելի կուժեղանա այդ դեպքում, հա, անկախ ամեն ինչից։ Դրա համար ես կարծում եմ, որ այս առումով իշխանությունները կարող են այդ խաղաքարտը էլի օգտագործել եւ բնականաբար դա իշահ նրանց կարող է լինել։ Այս առումով դրա համար ես կարծում եմ, որ շատ ավելի հետաքրքիր իրավիճակ է լինելու, հա, ընտրությունների նախաշեմին, քան մենք այսօր կարող ենք այսպես մտածել։ Ոչ մի բան կանխորոշված չէ մի կողմից, բայց մյուս կողմից էլ իսկապես դեմոկրատական ուժերը ունեն բավականին ուժեղ խաղաքարտեր։ Այսքանը պարոն Վարդանյան, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։